Մոսկվան զգուշացնում է Հայաստանին, սակայն իշխանությունը հաշվի չի առնում այն։ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունից են մեսիջներ ուղարկում Հայաստանին։ Արևմուտքի, այդ թվում Եվրոպական միության նպատակներից մեկը Հայաստանին Ռուսաստանի դեմ հակամարտության մեջ օգտագործելն է։ Հայաստան Եվրոմիություն հայտարարության մեջ արդեն կան կետեր, որոնք արդեն հակասության մեջ են մտնում ԵԱՏՄ-ի հետ Հայաստան ունեցած պարտավորությունները։ Ունդեղ կա կիբերանվտանգության եւ այլն, որը Ռուսաստան ճշտամի երկիրը դու ԵԱՏՄ-ի հետ դա չէ կարող զարգացնել։ Մենք զգում ենք, որ հայկական կողմը հայաստանյան ղեկավարությունը տրամադրվածություն չի ցուցաբերում լսելու մեր զգուշացումներն այն մասին, որ Արևմուտքի, այդ թվում Ռուսաստանի նկատմամբ բացահայտ թշնամական քաղաքականություն վարող Եվրամիության իրական նպատակը Հայաստանին Ռուսաստանի դեմ օգտագործելն է։ Եվ որքան էլ Հայաստանի իշխանությունները հայտարարեն, թե Ռուսաստանի շահերին վնասելը չկա, չի եղել ու չի լինելու իրենց օրակարգում, Հայաստանի հյուսիսային հարևանը ազդակներ է ուղարկում կարմիր գծերին Հայաստանի մոտենալու մասին։ Բնական է, որ ինքը չի կարող գնալ գյուղ, որի համարտկանց բնակչության կեսից ավելը գնում է Ռուսաստան որպես աշխատանքային միգրանտ, ինքը ասի գիտեք, ինչ Ռուսաստանի հարաբերությունները վատացնելու են, որ մարդիկ էլ մտածեն, հա ուրեմն տենց է միգրանտները այլևս չեն կարող գնալ Ռուսաստան աշխատելու, ուրեմն բերես 97-ին իրեն չքվերքին։ Մոսկվան ակնկալում է Հայաստանի հետ կայուն հարաբերությունների պահպանում երկրում սպասվող ընտրությունների ֆոնին։ Գալուզինը հույս ունի, որ Հայաստանում սրվող նախընտրական իրավիճակի պայմաններում հասարակությունը կպահպանի առնասրտությունը եւ թույլ չի տա, որ Մոսկվայի հետ հարաբերությունները վատթարանան։ Հուսով եմ ընտրությունների շուրջ ստեղծվող ավելի բուռն մթնոլորտում հայ հասարակությունը որևէ մեկին թույլ չի տա իր երկիրը ներքաշել Ռուսաստանի հետ առճակատման մեջ։ Գալուզինի ձևակերպմամբ Հայաստանը չի կարող միաժամանակ դառնալ Եվրոպական միության անդամ եւ պահպանել մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։ Ըստ ռուս փոխարտգործնախարարի, երկու ինտեգրացիոն միավորումներին անդամակցության համատեղումն ի սկզբանե անհնար է։ Ինչպես ասում են, Հայաստանին չի հաջողվի միաժամանակ երկու հարսանիքում ապրել։ Հավանական է, որ մոտակա ԵԱՏՄ-ի ժամանակ ուղղակի հարց բարձրացվի Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ծառեցնելու վերաբերյալ։ Ռուսաստանը Հայաստանի մատակարարում է բնական գազ, ալյուր, հացահատիկ, պահարտանյութեր եւ բենզին։ Ըստ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի, դրանք շուկայականից 3 անգամ ցածր գնով են հասցնում Հայաստանին։ Շոյգուի ձևակերպմամբ հայկական գյուղմթերքի արտահանման մինչև 98% եւ թունդ ալկոհոլի արտահանման 78% բաժին են կնում ռուսական շուկային։ Հայաստանի քաղաքացիներն ըստ Շոյգուի Ռուսաստանում աշխատում են առանց քվոտաների, արտոնագրերի եւ աշխատանքի թույլտվությունների։ Շոյգուն հարց է տալիս. օրինակ, ինչ պայմաններով է հայկական կողմը պատրաստվում Եվրամիություն արտահանել ծիրան, իշխանձուկ եւ հանքային ջուր։ Ապրանքները պետքա, որը Ռուսաստանը վաճառում, հիմա չի վաճառելու, պետքա թույլ տաս քո շուկանից կողացած, որ ինքը պատրաստվում է հայկական Եվրամիության չափանիշներին չհամապատասխանող անորակ ապրանքը իր մոտ վաճառի քվոտաներ բացի։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի ձևակերպմամբ 2025-ից 26 թվականներին Հայաստանի ռազմավարական գործընկերներ են դարձել այնպիսի պետություններ, որոնք Մոսկվան համարում է ոչ բարեկամական։ Նա մասնավորապես Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հարթակ տրամադրել անվանել է ծաղր նացիզմի դեմ պայքարին մասնակցած հայերի հիշատակի նկատմամբ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։